Հրապարակ թերթը գրում է այս տարի ամանորյա տոնակատարություններին Երևանի քաղաքապետարանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 30-ից։ Եթե նախորդ տարիներին գոնե մեկնարկը տալիս էին նոյեմբերի կեսերից, իսկ առաջներում դեկտեմբերի սկզբից, ապա այժմ հասարակությանը կարևոր հարցերից շեղելու իբր ուրախ տոնական մտքերով զբաղեցնելու համար արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները։ Երևանի քաղաքապետարանից հարցին, թե քաղաքային իշխանությունը որքան գումար է նախատեսել ամանորյա ծախսերի համար, մեծ զրույցում նշեցին շուրջ 600 միլիոն դրամ։ Նաև հայտնեցին, որ այս տարի երկրի գլխավոր տոնածառն ունենալու է ամբողջությամբ այլ տեսք, նոր ճյուղերով, նոր լույսերով։ Նշեցին, որ 600 միլիոն դրամը պայմանական թիվ է, քանի որ գնման մրցույթը, որը հայտարարվել է ամանորյա տոնակատարությունների համար, դեռևս չի ավարտվել, իսկ դա նշանակում է, որ 600 միլիոնը կարող է շատ աճել եւ վերջնական թիվը պարզ կլինի մրցույթի ավարտից հետո։ Ժողովուրդ օրաթերթը գրում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին գիշերվա ցրտին գնացել էր այրում կայարան իր խոսքերով պատմական իրադարձությունն ավետելու։ Նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում։ Այս իրողությունը նա պայմանավորեց միայն օգոստոսի 8-ի հռչակագրով հողի վրա խաղաղության արտացոլում ձևակերպմամբ, իսկ որն է իրականությունը։ Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից եւ Վրաստանի տարածքով շարժվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը, փոխանցում է Armen Press-ը։ Ռուսական ադրբեջանական կողմը տեղեկություն տվեց, որ բեռը Ադրբեջանով, Վրաստանով Հայաստան է ասել Ռուսաստանի կազմակերպմամբ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան եւ Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում եւ առաջիկայում Հայաստան կուղարկվի եւս 132 վագոն ցորեն։ Դարձյալ Ադրբեջանի տարածքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը, սակայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կանգնելով գնացքի վագոնների ֆոնին հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի Թրամփի ուղու տրամաբանական շարունակությունն է։ Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են։ Ցորենի մատակարարումը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է, ոչ թե Թրամփի ուղու արդյունքը։ Բեռը Ադրբեջանից անմիջապես Հայաստան չի մտել, այլ անցել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։ Այսինքն Ադրբեջանը Հայաստանի հետ սահման չի բացել, այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական եւ ադրբեջանական մամուլում, ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը։ Փաստորաթերթը գրում է, մեր ձևով շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկյան հեղինակավոր հարթակում ցնցումների մեջ է գցել իշխանություններին։ Մեր տեղեկություններով Թաքեր Կարլսոնը նրա հարցազրույցի լուրն իմանալուց հետո ֆեյքերի պոակը մոբիլիզացրել է ամբողջ ռեսուրսը, այդ թվում սատելիտ ֆեյսբուքչիներին ու պոակի կուրացիայի տակ գտնվող տելեգրամի անալիքները ստերի գործարանի թողարկած կեղտոտ քարոզչությունը թիրախավորելու համար։ Իդեպ կան տեղեկություններ, որ իշխանություններին կատաղեցրել է նաև այն հանգամանքը, որ հանրաճանաչ քաղաքական վերլուծաբան եւ հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը հետխորհրդային երկրներից հարցազրույց է վերցրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից եւ Նարեկ Կարապետյանից։ Հրապարակ թերթը գրում է, չնայած նոյեմբերի 1-ից ԿՊԱ-ականները սկսել են առաջադրվել 2026 թվականի ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար եւ այն 1 ամիս կձգվի, սակայն մեկնարկից 1 շաբաթ անց թեկնածուների մեծ հոսք չի նկատվում։ Առաջադրումների մասին մեծ հստակ թիվ չասացին, սակայն փոխանցեցին, որ ԿՊՕ-ն այժմ ակտիվ ճշգրտումների փուլ է։ Շարքայինները վերևներից փորձում են հասկանալ, որքան է իրենց շանսը։ Իմաստունի առաջադրվել, թե ամեն բան կանխորոշված է եւ սա ձևական փուլ է։ Ընդգրկվելու են նրանք, ում Փաշինյանն է ուզում։ Բանն այն է, որ թեկնածուներին պետք է ընտրի համաժողովը, որը գումարվելու է Գարնանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 433 միլիարդ 475.9 միլիոն դրամ, գրեթե 14 միլիարդ 195.877 միլիոն ԱՄՆ դոլար։ Սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում հավանություն էին տվել Հայաստանի Հանրապետության
2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկելուց հետո 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստում։ Մասնավորապես արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 642 միլիարդ 154.6 միլիոն դրամ, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտքը ներառյալ։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի սեպտեմբերի նախորդ ամսվա նկատմամբ փոփոխությունը կազմել է 28 միլիարդ 337.3 միլիոն դրամ։